Բարև ձեզ, սա ռուսերենով ասեմ, կաֆել է, ընդ որում սովետական, չեխական, հին կաֆել է, հին։ Այսօր առաջի նախագահի խումբը, երկրորդ նախագահի խումբը, երրորդ նախագահի խումբը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խումբը ընկել են գոնկաների մեջ, ով ավելի լավ կաֆել խփում հայկական իրականության մեջ, բոլորը ոնց որ կաֆելշիկներ լինեն, բայց կաֆելի գործը այսօր մի բրիգադին է, ասենց ասեմ, այդ բրիգադն էլ հաջող կաֆելը խփում է, ոնց անեն, որ այս 3 բրիգադն էլ կռիվ չանի, իրանք էլ կաֆել խփելու գործ ունենան, բայց կաֆելը խփեն հայոց պետականության և հայկական տների համար, ոչ թե մի կոլխոզի կաֆել խփեն, որ այդ կոլխոզի տերը լինի ոչ թե Հռոմի պապը ենթադրենք, այ Կրեմլում նստած ինչ-որ մի բոբո ձյաձյա, ոնց անենք, արդյոք առաջի, երկրորդ և երրորդ բրիգադների մեջ կան լավ կաֆել խփող, լավ մասնագետներ, անշուշտ կան, կարող ենք մենք այդ մասնագետներին ներգրկել մեր հայկական պետակաշինության մեջ, եթե մեր պետությունը վաղը ենթադրենք դառնա 50 միլիոն, իհարկե կարող ենք, որովհետև այսօրվա իշխանությունը 100%-ով ես կարամ ասեմ համոզված, որ 50 միլիոն չեն կարող իրանք ղեկավարեն մի պարզ պատճառով, որովհետև այդքան կադրեր չկա, ինչ մենք պետք է անենք, ամբողջ ազգը ընկել է, ես տարբեր խմբերի մեջ մտնում, հելնում եմ, հակառուս, հակաթուրք, հակաչգիտեմ ինչ, հայկական մտածելակերպով, զուտ հայկական պրոյեկտով ոչ մեկի չեմ տեսել, կան խմբեր, հայկական, շատ քիչ, հնարավորություն չունեցող և ոնց որ ասում եմ միստիչկով է, աշխարհակալ մտածելակերպ բացակայում այդ մարդկանց մոտ, ինչ մենք պիտի անենք, մենք ընկել ենք ընտրությունենք, այ ցավները տանող, ձեզով ասեց, որ հունիսի 6-ին կարող է ընտրությունների ժամանակը գա, այս խառը իրավիճակներում, երբ որ Իրանը դոմփում է ջհուդներին, տուժում են արաբները, որ արաբները այսօր կարող է գան Հայաստան, իրանց կապիտալով, ենթադրենք 10% համաշխարհային կապիտալը մտնի Հայաստան, դուք կարողանալու եք դրա դեմը կանգնեք, դուք կարող եք դրան ձևաչափեր տաք, եթե ասենք խոսքի աշտարակում կամ հոկտեմբերյանում կամ ինչ-որ մի ամմայի սարերում ինչ-որ մի շեյխ ասի, այստեղ ուզում եմ բան սարքեմ, պիտի ասենք ոչ, իհարկե պիտի ասենք այո, ոնց ենք ղեկավարելու 2 միլիոն բնակչությունով 50 միլիոնանոց, եթե մենք ուզենանք հիմա երկիր անենք, պետք է դա մեզ, այո պետք է, ինչ դա կտա, դա կտա, որ այդ 3 բրիգադները գործ կունենան ու իրար ոնց որ ասում է չեն ուտի, Էմիրատներում էմիրները իրար փոր էին թափում անապատում, ինչի վերջացավ այդ փորաթափը, եկան ընդհանուր հայտարարել, այ ձեր ցավը տանեմ, եկեք ընդհանուր հայտարար, եթե դուք չգիտեք ձևաչափը, եկեք ես ձեզ կասեմ ոնց ենք անում, միակ ձևաչափ կա, ուրիշ ձևաչափ գոյություն չունի, դուք բոլորդ պիտի հասկանաք, որ Հայաստանը ինքնիշխան, սուվերեն սուբյեկտ է, այսօր Նիկոլ Փաշինյանը գծել է 29 քառակուսի մետրանոց քարտեզը մեխով էլ սենց խփել է, ֆիքսել է, ապրի, ես տապահարում եմ, բայց դա չի նշանակում, մենք մոռացել ենք Արցախը, մենք մոռացել ենք Կիլիկյան, Մուշը, Զեյթունը, չենք մոռացել, Ալիևն էլ չէր մոռացել, պարտությունը, և 30 տարի սպասեց, պրոյեկտ գծեց, սպասեց, իհարկե մենակ չէ, Պակիստանի, մեր դաշնակից ռուսների, մեր դավաճան անասուն հայերի, որոնք գենշտաբերում նստած
ու նավոտկեք էին տալի, իրավիճակ փոխեց, ի օգուտ իրա, կարանք մենք իրավիճակ փոխենք, այո կարող ենք, ինչ պետք է դրա համար, համախմբվել, ու Միհակ Բանաձևը, որ մենք հասկանանք, որ մենք սուվերեն երկիր ենք, այս եղածը ֆիքսված է, մենք պիտի գտնենք բնական դաշնակիցներ, բնական, ում ձեռքը տա, ենթադրենք, որ Արցախը մեզ վերադառնա, ձեռքը տա Պարսկաստանին։ 90 թվականից հետո այդ սահմանը անփոփոխ էր, վիգտնի է Պարսկաստանին, անշուշտ այո, վիգտնի կլինի, ինչ որ ենթադրենք Թուրքիային, որ Թուրքիա չմասնատվի, որ ինքը վերադարձնի մեր տարածքները ու տա ծովի ելք։ Կարող ենք մենք դա Էրդոգանին բացատրենք, եթե դու դա չտաս, քո պետությունը վարյա գնալու։ Ում ձեռով Իսրայելի եւ քուրդերի։ Կարող ենք մենք դա անել։ Կարող ենք մենք ռուսին բացատրենք, որ առանց մեզ, առանց մեր պոտենցիալի, իրանք չէին ունենա Արամ Խաչատրյան, իրանք չէին ունենա միջուկային զենք, Բադարոդնի։ Կարող ենք մենք դա։ Թե մենք ռուսամետները պիտի գլուխները կախեն ու հրանգներ կատարեն կապիտանների։ Շատ ամոթալի է, որ մեր բարձր աստիճան պետական այրերը եւ հոգեվոր այրերը ենթարկվում են օտար երկրյա գործակալներին եւ ծառայողներին, ընդ որում շատ ցածր մակարդակ ունեցող եւ ցածր աստիճան ռանգ ունեցող մարդկանց։ Այո, որտեվ լուպայով ծնգած են մեր հետևից ու ամենաանգրագետ մարդկանց խոսքի Ռուսաստանում գտնում են, դնում են պաշտոնի, որ ամբողջ ռուսազգը ծիծաղ ասի, էս չի, ասենք, խոսքի այս մարդը, որը ներկայացնում է Հայաստանը, ոչ հայերեն խոսալ գիտի, ոչ ռուսերեն։ Ժամանակին մենք ունեցել ենք այդ երկրում Այվազովսկի, ժամանակին մենք ունեցել ենք իրաց գենշտաբի գրքերը հայերն են գրես, հիմա չեմ ուզում անազգանուններ տամ, վաղտը կգա էդ էլ կասեմ։ Ու իրանք այդ մետադիչկեքով այսօր սովորում են։ Ինչ եմ ես ուզում ասեմ։ Մեզ համախմբում է պետք, համախմբվել է պետք, ու մենք պիտի հասկանանք մի բան, ոչ թե իրար ձեռ առնենք, ով ամենաուժեղ տղես, որ բոլորս էլ մենք թույլ ենք, բոլորս։ Եթե մենք կորցրել ենք Արցախը, եթե մենք կորցրել ենք մեր պատմական Հայաստանը, Կիլիկիան, Մուշը, այս խելքով գնանք, այս եղածներ կկորցնենք, հենց դրանից Նիկոլ Փաշինյանը վախում է, որ գոնը սա չկորցնենք, խելքի գանք, ես առաջարկում եմ բոլորիդ, եկեք խելքի գանք, եկեք խելքի գանք, դոկտրինա մշակենք, հազարամյակների դոկտրինա եւ փուլ առ փուլ գանք այն նպատակներին, որ մեր ազգը դառնա համաշխարհային ազգ եւ այլ պետություններին եւ այլ ազգերին մենք լինենք հետաքրքիր, միայն այդ դեպքում հաղթանակը կլինի մեր հետևում։ Միայն այդ դեպքում մենք կլինենք հետաքրքիր ռուսների համար, բրիտանացիների համար, արաբների համար, իսկ մենք հիմա շատ կներեք անհետաքրքիր երևույթներ ենք, մի հայաթում 4 շուն իրար վրա հաչող, փոխնակ այդ 4 շունը բաժանեն այդ 4 պատը, այդ սահմանը իրար մեջ ու պահեն, բայց դրա համար պետք է հասկանալ, որ այս պատից այս կողմ սահմանը սուրբ է եւ անցնել չի կարելի։ Ես ձեզ ցանկանում եմ բոլորիդ սեր եւ համերժություն, դուք բոլորդ ամեն մեկը իր չափով սիրում եք հայրենիքը, բայց այդ սերը կարող է տանի կատաստրոֆայի, եթե համախմբում չկա։ Շնորհակալություն ուշադրության համար, ձեր հետ Հայոց ազգային բանակի կոմսներ Հետանուս Տիգրանը։